Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք խնդրահարույց եւ հանրության շրջանում լայնորեն քննարկվող հարցերի։ Նա խոսել է հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր իրավախախտումների մասին։ Ըստ Նահապետյանի Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ լինի պաշտոնյա, իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչ կփորձի բարեգործության կամ այլ ծրագրերի անվան տակ կաշառել ընտրողին իրավական համապատասխան գնահատական կստանա եւ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական գնահատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, կունենանք այլ իրավական գնահատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք Քերական օրենսգրքի 221 հոդվածի հետ եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քերական բարույթ կնախաձեռնենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձ կատարեց նաև իրենց կառույցի աշխատանքի վերաբերյալ գնահատականներին։ Նա նշեց, թե կառույցի նախորդ տարվա գործունեությունը դրական է գնահատվել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Որպեսզի գնահատենք լավ, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձ կատարեց նաև գործադիր եւ օրենսդիր մարմինների անդամների պարգևատրումների թեմային։ Նա բացառեց պարգևատրումների անօրինական լինելը, քանի որ այդ վճարումները կարգավորվում են օրենքով, հետեւաբար չեն կարող կոռուպցիոն ռիսկեր պարունակել, առավել եւս որ պարգևատրման ժամանակ հաշվի են առնում պաշտոնյայի կամ այլ օղակների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը օրենքով գործող գնահատման համակարգով։